էր։ Ով էր դա արել, բան։ Խնդրեմ, պարոն Աչարյան դեմս դարձած, բացեց փռած դեմս։ Մկոյի ներկայացումն է։ Մկոյի։ Այդ այնց ներվան ասում մկոյի մեջ։ Եկավ։ Օդիկ, չէ։ Կողքսակ ես։ Գրգին, պրոստը գրգին։ Մանջան սարքում եք գլխից։ Մարդկայի իշխանը ծուգը տաբագած կուդե մարդել կա ավելուգե բանջարել չունի Վիրևեն թարնեմ է այրոպլանը Գյադեք ջան գյադեք փախեք հռում վելորդը Subscribe եղեք like դրեք Այսինքն Աչարյանի լեզվով բաժանորդագրվեք Կարող ենք դավ, Լռություն բայց միջև լովը չասի չենք սկսել։ Գնացինք Այսօր հենց այնպեսի տաղավարում իմ ամենասիրելի դերասաններն են Մկրտիչ Արզումանյանը, Մկոն և Լևոն Հարությունյանը, մեր սիրելի լովը։ Խաղեր եմ տարի Ոնց եք։ Լավ Շատ ուրախ ու երջանիկ եմ, որ այսօր այստեղ եք։ Հենց այնպես պատմություններ եկեք հիշենք սկզբի համար, հետո խաղալու ենք տարբեր խաղեր։ Իմ ու Մկոյի դեպքում հենց այնպես բառը, չնայած մենք հենց այնպես հանդիպեցինք, մեզ ճակատագրի բերումով հանդիպեցինք բեմում ու ես երջանիկ եմ, որ Մկոյի հետ աշխատել ենք ու աշխատել ենք մի պրոյեկտում, որը ունի պատմություն, երկար պատմություն ու մի քանի սերնդի հիշողության մեջ մնում է։ Դա միակ կուլպա ներկայացումներ, շնորհակալություն այդ մարդկանց, ովքեր կազմակերպեցին այդ ներկայացումը ու մենք ճակատագրի բերումով հանդիպեցինք Մկրտիչի հետ ու ես Մկոյի հետ այդ պիրուտ ավելի շատ առաջ անգամ շատ մոտիկից շփվեցինք, իհարկե իրանց կողմից հրավերք եղել է իրանց մոտ խաղալու բան, բայց տարենդե ստորացել հանեկցել եմ։ Չէ, իհարկե Արքին հաղորդման մեջ էլ ես մեծ սիրով մասնակցել եմ ու ես երջանիկ եմ, որ եղել եմ այդ պրոյեկտում, բայց ես առաջ անգամ այդ շրջանում հասկացա, որ դերասանը պետք է լինի ստաբիլ Մկրտիչ Արզումանյանի նման։ Շատ զարմանալի էր ու ես շատ ցավում եմ, որ այդ տարբերակը չեմ տեսել Մեակուլպայի, որտեղ Մկոն Եթե ձեռդ փող կա, կարաս մի օր հրավիրես այդտեղ մենք եկսով մեր կտորներ խաղաց։ Ես նույնպես շատ բաներ եմ սովորել Լեովից ու մենք այնքան միասին այնքան շատ այդպես հաջողված պահեր ունեցանք այդ նախագծում եւ այլ նախագծերում էլ ունեցել ենք շատ լավ ներկայացում Save Million, որտեղ միասին նորից ենք գալիս նորանում էի։ Մատ կտորկա տենց չհիշեցի։ Ու ինչ էր կատարվում բեմում։ Լևոնը շատ ճիշտ նկատեց։ Մեակուլպան յուրահատուկ բան, յուրահատուկ ձևով են կերպով են նստած մեր մեջ, որովհետեւ դա առաջին ներկայացումն էր ինձ համար ու հետո հանդիպեցի հրաշալի մարդկանց ու հիշում եմ Պարզապես, չգիտեմ, յուրաքանչյուր այդ ակնթարթը ինչ որ հիշողությանս մեջ տպվել է, հիշում ես քո լարվածությունում եք, որտեվ երկու պրոյեկտ մի անգամ իրանց կարգինել էր այդ շրջանում հիշում եք, սենց գնում էր Մկոն երկու տեղ էր կիսվել, իսկ ինքը հենց այնպես բան չի կարողանում, եթե այնտեղ անդեղել, պետք է սենց ամբողջությամբ տրվի, այնտեղ նորմալ տրվում էր, ուզում էր գալ մեզ տրվել, հասկանում եք, այս մարդը Երեկոյան ներկայացում էի խաղում, իսկ առավոտյան գնում էի նկարանը։ Դրա համար ես ուզում եմ մեր հանդիսատեսին ասեմ, հիշեք ամեն շնուշն գալ այդքան մի տրվեք, իմացեք ում եք տրվում, որ Իսկ ինչ կհիշեք այդ ներկայացումներից։ Ներկայացումներից իհարկե եղել են ինչ հայտարարակետից։ Ես sense բացատրեմ։ Հա, իհարկե միշտ էլ լինում է, միշտ։ Մկոն կյանքում չի խաղում, Մկոն իր խաղալու տեղն ունի, ես կյանքում դա բեմն է։ Եվ իհարկե տեսախցիկները, որը ինքը ատում է տեսախցիկ։ Որտեղ իրոք ինքը չի սիրում։ Այդ ինքը ինձ հետ կիսվել է, ես բացում եմ բան, որ ինքը ինձ հետ կիսվել է, որտեղ օբյեկտիվը դա էգոիստ հիվանդ անասուն է։ Ինքը քեզ sense վերցնում է քո ամեն ինչը։ Լավագույն դեպքում հետա տալիս մի 40%,
Բայց քանի որ Մկոն շատ տաղանդավոր է, օբյեկտիվները մեկ-մեկ խառնում է, արա ինչքան հետամ, ու տենց այդ օբյեկտիվներ կան, որոնք Մկոին նկարումից հետո գնում են դպատի տակ, Ես օբյեկտիվներով եմ գնում նկարում, ուրեմն Որոնք այո։ մեր հետ նաև մասնակցում էին դե ռեժիսորը Արթուր Սահակյանն էր, հիշեցման կարգով ասեմ, սցենարի հեղինակը Վարամ Սահակյան, պրոդյուսեր Արմեն Համբարձումյան, Տիգրան Գյուլումյան դերասան, Արա Սարգսյան, Սամսոն Ստեփանյան, հետո իհարկե Մկոյից փոխարինեց Վահագն Սիմոնյանը, աղբերսեր էր խաղում, մեր տնից երկու հոգի էինք։ Հրանտ Թոխացյան։ Ճիշտ է։ Չէ, գլխավոր դերում Հրանտ Թոխացյանն էր եւ իհարկե աղբերսերը Արծրունը Հարությունյան, ելով կար այնտեղ։ Կուլիսներում Իրինա Դանիելյանն։ Կուլիսները Իրինա Դալենյանը Այո։ գենիալի մարդ։ 15 տարի ներկայացում խաղացում, կյանքում բեմ դուրս չեկավ։ Այս կուլիսներում ասելով իր ձայնն էր։ Արա ինքը ասենք կարային 21-րդ դարն էր, կան ձայնագրենք ասում էր պետք է ամեն ինչ բնական է, իսկ գիտեք Իրայի ձայնը շատ բնական, օրինակ բնությունը անդազ ասում է իրա ձենը նորմալ գնորդուր առնեմ, ասում է չէ։ Հետո բնության մեջ այդ ձենը չկա։ Իրայի ձենը ուրիշ ոչ մի տեղ չկա։ Ուրեմն հիշում ես փորձի ժամանակ կանգնած ենք անում, դա չէ, դա հիշում ես այդ երազի իմ երկիրը, այրենի։ Այդ երկներ ունենք, աղավաղված ինչ որ այդ զանգով։ Ոչ էր դու երկու։ Դա էլ ենք կենթանի։ Նի, մինուտ Մկոն այդ մեկը Մկոյի երգը տենց մնաց, որտեղ ոնց որ կարա այդ երգը կատարի, ասենք ռեժիսորական զադաչայից հետո, ասենք ինքը կարա այդ երգը իր պաթոսով, ոչ թե պաթոսով, իր իսկական ուժով երգի, բայց մեզ պետք է որ այդ երգը աղավաղված երգի, ով որ ասենք պետք է երգեն մարդը, որ չգիտի Հայաստանի գինը։ Դու պատմես ինչ հոգեվիճակ Բայց զբաղվում է Հայաստանի գործերով։ Հա, զբաղվում է։ Մի խոսքով, ու Մկոն այդ երգը մենք հիշում ենք, երբ որ այդ երգի պահը գալիս է, մենք կուլիսներում նույնիսկ ռեժիսորը բանով սաղ sense լրված ենք, որտեղ ամեն անգամ այդ երգի մատուցումը ուրիշ օլիգարխ էր ծնվում, ուրիշ երգողեր, ուրիշ պերսոնաժ էր գալիս այդ երգից հետո։ Ես տենց այդ երգի Մկոյի երգից հետո բազում պերսոնաժներ ունեմ, պրոստը տեղ չունեմ դրանց ցույցարել, էլի դրա համար։ Ես պաշտում եմ Մկ։ Ուրեմն ես եմ կանգնած Մկոնա, Գյուլումյան Տիգրանա, մեկ է մեր Արա Սարգսյանը, մեր միակրուպայի խիղճը։ Այո։ Ինքը տեսակ է, մեր մեծ ընկերն է։ Ինքը ամեն ինչ դանդաղ անում։ Ինքը դաժե դանդաղ շնչում է։ Իրական կյանքում է։ Հա, ինքը մենք ասում ենք թռնում ենք Ամերիկա գաստրոլների Սամալյոտի մեջ հացը բերեցին, ինքը այնքան դանդաղ էր ուտում այսինքն։ Ու ժպիտով։ Հիմինայի, ինքը առաջինը չի կերել, երկրորդն են բերում։ Ես ստուարդեսը երկու անգամ եկավ կանգնել, երրորդի դեպքում արդեն 3 անգամ հաց են կերել, ինքը հələ առաջինն է ուտում։ Արա ստուարդեսը եկավ Սամալյոտի մեջ, ասես կանգնես մի քիչ արուն զգաց ու շոսես սև բան կա, ասես ֆրած Ինքը ստուարդեսը մի կրոպե ասած թոզ գնա։ Ինքը ստուարդեսը գնաց Ամերիկա հրաժարվեց քաղաքացիությունից, Արոյից հետո։ Տուն տեղ թողեց երկրին, ու ինքը մտարել է գաղթական։ Լուրջ եմ ասում։ Հետաքրքրվել ճշտել է։ Ուրեմն Արոն sense դանդաղ դե ինքը, բայց բեմի վրա ինքը իր տեմպորիթմը կյանքում չի կորսում։ Գինյալի դերասան։ Sense կանգնած է, դե սպասում ենք մեր մուտքին կուլիսներին։ Մենք իրանից ագրեսիա չենք սպասում։ Օպերատորներ նոր նստեն թե նորմալ։ Չէ։ Վերջ եկավ sense նայում ամի տոշկի, մեկ է ագրեսիվ տեղից փոկվեց ու սկսեց քացով։ Հորսողս խառնակացում։ Եվ մենք արանքում իրան ասում ենք բիզա ինչ եղավ։ Արասես պատին միացես փետ կար, չերեշուր ուղիղ էր արա։ Այսինքն ինքը իր կյանքում սաղ ծուռ է եղել, մի բան ուղիղ ներվայնացել է իրան։ Չի տարել, հա, լուրջ եմ ասում։ Մի պատմություն էլ ես հիշեցի, ռեկվիզիտը դրված է, շիշ է, կուլիսներում, այդ ժամանակ ես ցավոք ծխում էի, ու բոլորս միասին այդպես կուլիսներում մի քիչ հեռու ավելի ճիշտ ոչ թե կուլիսներում։ Կուրիլ կան ունենք։ Տեսակ շիշ է դրված, այդ շիշ ծխեցինք այդ շիշի մեջ։ Շամպայնի շիշ է։ Դրեցինք այդ տեղը, որտեղ որ դրված էր։ Ներկայացման ժամանակ դերասաններից մեկը պետք է ջուր խմի։ Ու դե կտոր կա, որ հիշում ես հրաչություն, հիշում ես այդ կտորը հրաչության մասին էր։ Վերջը դերասաններից մեկը
շամպանսկի հետ շարունակի դա։ Խմեց ու սկսեց հերթով դուրս թքել մի Վայ, քանի։ Նա ծորտները ծխախոտի։ Ու որ թքում էր ամեն մարդ ասում էր այն ֆիլտրն է, այն էր ֆիլտր, այն Որ ֆիլտր։ ներկայացումից հետո էր ինչ ծափարություններ, ինչ լավ բառեր, ինչ լուսանկարվել բան։ Ով էր դա արել, բան։ Բոլորս մի անգամ դարձանք չծխող։ Հա։ Ու մենք շուն ծխում։ Ցիտիկի պես որ։ Հետո իմացա որ դուք եք։ Մենք չենք։ Տեսա նոր ցիտիկի նոր տեսակ էր օրը ցարը։ Առած տենց ստերին բան են ամի, ուրիշ տեսակ։ Դե կողքով են չի նայում։ Դες Չեն չեն սա նայում։ ուսումնասիրել, այդ այնց ներվան ասում մկոյի մեջ։ Ինչա։ Ցիտա։ Մկոյի ներսի ցիտա։ Եթե ուզում եք ունենալ մկոյի ներսի ծտից, զանգեք ցանկացած համարով 094 մնացած ձեր ճաշակով հավաքեք, մեկը այստեղ են վերցնելու հեռախոսը։ Վերջը տենց մի անգամ փոքր էինք, ես ու մկոն չի անգամ։ Ես փոքր չեմ եղել։ Մի անգամից բոյով, չէ։ Հա, իհարկե։ Ես մորս պատմությունը պատմում, որ ինձ առաջի անգամ ցույց տվեց ինձ։ Ես շատ եմ պատմում, բայց այսօր պատմում, որտեղ այստեղ իմ համար թանկ տեղ է, ես թանկ մարդու պատմություն եմ պատմում։ Ուրեմն ինձ առաջի անգամ իմ ինտերվյուն է բան հերոստատեսությամբ։ Մամաս նայում է, բրցնում է ինտերվյուն, թափով գնում է հարևան, բարի Վոլգա, չէ, Օլյա էր անունը, բարի Վոլյա, բարի Վռիմա, տեսա Լևոնից տելևիզորում, հա, տեսա, չէ 20 րոպե խոսած մի ադամ սխալ բա։ Ջանոց այդ կերպարները որ շատ են լինում, այդպես ինչ որ բակային ուղղվածություն ունեցող կերպարները, շատերը մտածում են որ իսկապես ինչ որ տարբեր միջոցներ օգտագործված է այդ ամենը խաղում ու չեն հավատում որ չէ, դերասանը դրանով է առանձնանում ու տարբերում մյուսներից որ կարողանում է այդ հոգեվիճակը փոխանցել ու երկար ժամանակ հարցնում են, հարցեր են տալիս, դե ու չէին հավատում էլի որ ասում են իմաստը որն է էլի որ դու այսինքն ինչ դու մտածում ես որ անպայման պետք է ինչ-որ բաներ օգտագործել որ խաղալ ու այդպես էլ չէին հավատում որ չէ, դա հնարավոր չէ։ Մեր մոտ ընտանիք կար, որը 8 երեխա էին, որից 6-ը թլիկ էին։ Այդ երկու աղբերները մեր հետ ֆուտբոլ էին խաղում։ Մեկը Բոդոս էր, մյուսինը Պողոս։ Բակա ասենց ֆուտբոլ են խաղում, բա։ Բոդոս, Պողոս։ Պողոս, Բոդոս։ Բոդոս։ Հա տենց է, յուղի անուններ ա։ Okay, լավ։ Okay։ Չեմ հորինում։ Հայատուն բանը ասենք ֆուտբոլ են խաղում, երկու Պետրոս երևի, որովհետև Պետրոսին այդ մականունային Բոդոս, հա կարա, հա։ Բոդոս, հա։ Ահա, խնդրեմ, պարոն Աչարյան դեմս ասած, բացեց փռս դեմս։ Վերջը գնդակ քարերը դրած դա դարպասն է։ Արա դարպասի հետևը Զասարինի է եղել, յուղի այդ ամեն ինչը հելնում է ջրի էր։ Դե խաղում ենք, sense էմոցիայով, բանը գնդակը տեսին կգավ դրա մեջ, այդ Բոդոսը գնացին, sense բանով Ես մեկը սես դրվավ։ Սես նահես աղբորը կանցես։ Բոդոս, նարիստեղ, բոդոս։ Շեկա ինչ է, հալա, ասեց են կտնից երեք եսին։ Ճանաչեք ձեր արածը սիրելիներս, որտեղ վաղը միշտ դուրս է գալու ձեր առջև։ Մի խոսքով, դες Միշտ անելիք կա, էլի։ Շատ լավն է։ Ես դրա երկրորդ սերիան ունեմ, որոնք տկլոր ֆուտբոլ են խաղում, չէ։ Վայ, շատ խնդալու։ Մինչալոց ներկայացման մեջ տեսել եք այդ բանը, հատվածը, որտեղ խոսում են ներկայացման ժամանակ հեռախոսով խոսում են մի կին, այդ իրական դեպք է եղել։ Որ ներկայացումների գրավիտացիայում արել եմ այդ կերպարը։ Հա, նայել եմ, հա։ Դրանից առաջ ներկայացման ժամանակ, երբ որ ինչ-որ եթե չեմ սխալվում հրաշել ուսնի վրա ներկայացման ժամանակ, լուրջ են դրամատիկ տեսարաններից մեկն ենք խաղում, որ հուզված արդեն էլի քեզ բերել ես այդ աստիճանի, որ արդեն մի քիչ էլ ու արդեն սկսվում է այդ ամենը։ Ու մեկ էլ զանգ է գալիս, բանի դալիճում լսում ես էլ այդ անիճ։ Այդ Viber-ի այդ վատ ձայնը։ Հալո։ Թադրոն եմ եկել։ Այդ շատ բարձր մեր ձայնից բարձր լսում է։ Մկոյի ներկայացումն է։ Մկոյի։
Ես ինչ-որ պատմություն պատմել, մինչև այդ մարդիկ երևի կողքինները սկսեցին խեղդել այդ կնոջը։ Նոր շարունակեցին խաղալ, որովհետև հնարավոր չէր, որ նայում էր տեսարանը թողել էր, նայում էր, արդեն հետարքիր էր ով էր, բան ինչ դեմքով էր։ Ու այնքան ներվային վիճակ էր, որ ես հիշեցի այդ պահը ու որոշեցի այդ պահին անդրադառնալ գրավիտացիոն ներկայացման մեջ։ Առանձին Այդ իրական կերպար էր պաստորը։ Այդ դեպքեր կան։ Կոլյան Ծատուրյան դեմի Գյումրի թատրոնի ժամանակ Գյումրի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, հիմա այտենց խորհրդատունով ընդ նշանակեցին նոր գեղարվեստական Լյուդվիգ Հարությունյանը տաղանդավոր տղամարդ, պրիտոմ գյումրեցի։ Իսկ գյումրեցու ամեն երկրորդը տաղանդավոր է, ես չգիտեմ, ես առաջինն եմ թե երկրորդը, բայց Լյուտոն երկրորդն է։ Մի խոսքով, հա։ Ուրեմն ներկայացումա Նիկոլայ Իվանովիչը պատմում, ասում է ներկայացումը գնում է երկու կնիկ հետևը նստած դի կյանքի այս խեղճ աղջիկը իր ամեն ինչ թողել է պսակված որ այստար Ռուսաստան ուրիշ ես ֆարֆարար հա էդի բան է գյոզալի երեխեքը բան այս դեմին նստած մարդ ասում կներեք էլի չի լսում վերջը զգուշացնում մեկ էլի կնում յա Բան կանած վերջս բացում ենք կներեք չի լսում Պարտադիր է դու մեր խոսակցությունը լսես Իրանք իմանում են իրաց խոսակցությունը ինչ պարտադիր է դու մեր խոսակցությունը լսես Իմիջիալոց կոմենտներ մեկ-մեկ լինում են այդ բանի ժամանակ ցանկապատ ներկայացման ժամանակ են այդ կոմենտները քանի որ հանդիսատեսը շատ մոտ է դու այդ կոմենտները լսում ես եկավ Մասնակցում են, էլի։ Պերսոնաժներ կան Հələ նստի տենանք ինչի չկայիշ դու այսքան ժամանակ ես մարդիկ ու այդ կոմենտները դու Թող գալիս են մի կերպ էլի այդ պերսոնաժները ասենք սերիալներ նայելու բանը կերպարների հետ կռվում են Բայց չի լինում որ սյուժեն փոխեք ու դուք սկսեք։ Կռվում են դե, հետո այդ սերիալների չէ, որ բացասական տերեր խաղալ, բազմաթիվ պատմություններ կան, որ մարդկանց դերասանների վրա հարձակվում են, ինչ որ անիծում են բան, կյանքում են այդ մարդիկ։ Բայց նաև կան դերասաններ, ովքեր այդ ամենը լուրջ են ընդունում, չէ՞, որ ասեն կրիմինալ սերիալում մասնակցում են, իրան թվում է թե ինքը իրոք այդ կյանքի ներկայացուցիչ է, էլի։ Ամենը մտակը։ Բայց ուզում եմ ասել, այդ մարդիկ, ովքեր փորձառու չէ, 1000 հատ դեր են խաղացել, կերպար են խաղացել ու գիտեն ինչպես դուրս գալ այդ կերպարից, այդ կերպարում են կան արմանավետը, մնում են մի 2 տարի, էլի, նորմալ հանգիստ, ես լրվում են, էլի։ Իրանց քայլվածն է փոխում մտածելակերպը։ Հայացքը։ Դաժե մտմատուն Երկինք են նայում։ մեկ համ մտմատուն դաժե կանոջը չի ճանաչում, կներես դու ով ես։ Ոսում Մտքերն է բարձր լսում եք, չէ՞, հայացքի ժամանակ։ Դե համար ես շուտ եմ մնում։ Մտքի ձայնը լսում ես։ Մտքի ձայնը նոր ճյուղ էր, որ եկավ մտավ մեր կյանք, մեր մշակույթ։ Դա եկավ սերիալներից։ Այն շուտ ասելու չասես, բայց։ Լարը թմբլալա։ Արիշկան երկեր գիտեմ, ասված ես քիչ ընդուվեցի երկի թաթում։ Շնորհ պետք է ընդուներ ինձ։ Անսլուխ սատկում էի։ Ես կարամ անեկդոտ պատմեմ։ Ձին մտնում եմ ռեստորան։ Տուն սեղան ազակաս տալիս։ Խմիչքով բանով նստում, ուտում, բան, հելու վերջում բանը սրբում որ դուրս գաս ռեստորան տեր ասում եմ իրոք է, բա փողը։ Ասում դու անասում ես, ես ձի եմ ինձ փող որ դուց։ Այ ձերի հետ շփումը ներկայացման ժամանակ է տեղի ունենում։ Միշտ ինչ որ մի հետևանք մնում է։ Ցանկապատ է այդ գյուղական, չէ՞։ Այո, հա, գյուղական։ Hand իսկական production-ում կենթանիներ են, էլի ռեկվիզիտներ չէ։ Հա, իսկական են ու ոդքս վնասեց այդ ներկայացման ժամանակ մինչև օրս։ Ոնց։ Հա, դե ընկնում ես, բան ինչ որ անհարմար դնում ես, դե ուղիղ տեղ չէ։ Այսպես չոր։ Իհարկե, այդ որ խաղում են, իրանք հողի եւ քարի վրա են խաղում։ Այո, ու այդ վազելուց դու չես կարող ասենք հասկանալ։ Այդ պայն օրինակ ընկնելուց աշխատեցի այնպես ընկնեմ, որ կողերս ու թևս չկոտրեմ, բայց վնասեցի ոդքս։ Ձին որոշեց չգալ մի օր։ Կես մետրի չափ տարածություն էր պետք է ձգեի ձիուն ու կապեի ծառից, որոշեց այդ պահին գլուխը հետ տանել ու այն կարգի հետ տարավ, որ վնաս այս ճկուտս ծալվեց
ու տեսա ուրիշի ճկուտը ներկայացման ժամանակ։ Տեսակ Ուռած։ Տիգրան Գյուլումյանի ճկուտն էր, փուչուր։ Որտեվ ձիուն երկու անգամ քաշում է, ձին նորմալ ասում Ուրիշ դեմքով ճկուտ է։ Մկոնը ասում էր ախպես, ներկայացում ասում, չեմ ուզում խաղամ։ Այդ ձին քեզ բարեբար ասես, մկո մի արա։ Մի արա։ Հիշում ես այստեղ եմ, ձին ես էի մեկ։ Հաշիվն էլ չէր պակ։ Անընդհատ ինչ-որ մի վնասվածք է դրանից։ Բայց հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր։ Կենդանիների Ձիերը շատ հետաքրքիր։ Դե բանը դերասաններից Տիգրանն էլ Գյուլումյան ամեն անգամ գառով է դուրս գալիս ու շատ դաժան է, էլի։ Ինչով է դուրս գալիս։ Գառով ուսերի։ Ահա, ճիշտ է։ Դե հիմա կենթանի է, չես կարող ասել ինչ ռեակցիա կտա։ Երբեմն վախենում են ու հետևանքներ ունենում այդ ամեն ինչը։ Ասենք հագուստը ուրիշ գույնի է դառնում։ Իսկական է ծերելատես։ Հա, դե մի ասեմ կենթանի է, ինչ հիմա կենթանին էլ չի։ Կենթանի հանկարծ չանես, վախից մարդիկ են նստած իրանց ուսի վրա տանում են, երբևէ կարծում եմ չի եղել իրենց այդ նման դեպք։ Ու գառնը գիտես ոնց է։ Ոտքերը ձեռքերը բռնած, ինչ է մնում անել, մնում է վախենում։ Հետո գառինը ինքը ընդհանուր բան չի, մատերիալ չի, իրանը կլոր հատուկ նստած աշխատած կտտարաները։ Ու вообще գառը ունի բնավորություն, ինքը որ իրան տեղից տեղ որ տեղափոխում են, ինքը իր գալացած ճանապարհը նշան անում հենզեր գրետելի նման, որ կարողանա հետ գնալ։ Դրա համար իր կեղտը առանձնացած կլոր արած, որ հատիկ գցի, տենց գառները տենց։ Մեզ մոտ կոնկրետ կարող ես ասել, որ այսօր ներկայացում է տեղի ունեցել գառան հետքերով։ Ու գառը բերել է Տիգրանը Գյուլումյանը, որտեղ լուբոյ գառի, ով բերում է Տիգրան Գյուլումյանը, այդ գառը ինչ որ բան անում է։ Իսկորեն եթե ես բերեի ավելի շատ դրեցի, որտեղ բարձությունից ավելի շատ կվախենա, բայց այդ դեպքում բախտը բերել է որ Տիգրանն է։ Այս լավն է, գառներ կան բարձությունից վախենում են, լավ է ես եմ։ Այ շատ լավ։ Մենք իրար դեմքով չենք տեսնում, էլի ներկայացման ժամանակ։ Դու Տիգրանը, ճիշտ է, Տիգրանը Գյուլումյան ի տարբերություն Մկոյի մի քիչ բան է։ Մի քիչ։ Մի քիչ ուրիշ է, հա։ Մի քիչ։ Պալատկի տակի հարսանիքները դեմար խաշբժոտ մեկը քեֆը լավ է, մեկը անգից։ Ախինդարն ես, հա։ Այսինքն մեկը պալատկի փոքր պաուզա է անում։ Այդ պաուզայի բանը ջան մերիմ չանցնի խոսացումը շարունակում է։ Այդ պալատկի հարսանիքները, ինչ լրիվ ուրիշ պատմություն է։ Հողի վրա պալատկաները խփում էին, վրանները։ Վրանների մեջ հարսանիք։ Այդ փոշին բան։ Ու պրիտոմ 4 ժամ նստում են խորովածի վրա։ Այն որ ասում են մեքսիկացիք շնչել են, մեծ վաղուց պալատկի, գիտես ինչեր ենք շնչել։ Ու պրիտոմ 4 ժամ շնչես այդ ու նստես իշա ոտնուկի վրա, դա ուրիշ զգացողություն է, դա ուրիշ աշխարհ է։ Հարսանիք որ վարելուց առաջ գնում էի ես, ասենք մի 20 րոպե շուտ որ գնում էի, որ արդեն հյուրերը գալիս են, ես իմ համար տենց խաղ էի հորինել, որ կարողանամ շուտ այդ մարդկանց, համես ժամանակը շուտ, ասում էի լավ, սրանցից որ մեկն է այսօր հարսանիքը կխանգարեն կամ հերը կանիցի, մեկ էլ հերվից շատ ընդ ռապիդի մեջ, մեկը սենց մորուքով, են պայպլուն կանաչ գույնի կդորից պիջակ, սենց նիպանյատնի անիմաց քայլվածքով, սաղին վերևից նայելով, ու սենց մտասի, ահա, էսա, ու թեթև արանքում հատը սենց արեց, կողքիմ զենք կար դրած, իսի վաբժե էսա։ Վերջը հարսանիքը գնաց, մեկ է մի ժամ ու կես հետո նա օֆիցիանտներից մեկ եկավ, մատուցողներից ասեց պարոն Հարությունյան, ձեզ կանչում են, ասում եմ ով, ասեց այն կանաչ կոստյումով մարդը, ասի ինչ ասում, թող գա ասի, ահա որ խմած է, խանցելա դու, ասի լավ, գնաց ես նստարա, այո, հանեց, $300 փող, եկալիք մի հատ երաժիշտներին ասեք, թող երգեն մայրը սահմանի վրա։ Ինչ? Ասեց մայրը սահմանի վրա։
Որոս կարող թազա երկա է չգիտեմ։ Դե $300 մի 15 տարի առաջ էդի թիվ էր։ Այդ վաղտե իրարիչներին նորմալ փող չեն տալիս։ $300 իրարիչների համար նորմալ փող էր։ Որ տվեցի տղեկն ասի ջան, ինչ եկեք ենքում, ասի մայրը սահմանի վրա։ Ասեց ինչ։ Ասեց մայրը սահմանի վրա։ Ասում եմ երբ չկա, ու փողը տվեք հետո, ասեց մի րոպե։ Google բան խփին չկա տենց երկապել։ Ինչ հարցում արել են չկա։ Ամեն ինքն արդեն մի քիչ եկենք թե ոթի մեջ կրակելու էր էլի։ Ասում եմ բան ինչ ան, արդեն դե բան է երում, ասես կռիվ ա թե Արասի տղեկ չգիտեմ ինչ արում, օպեր մի բան արեք, օպեր բան ինչ արում, ասի լավ, եկեք լուբոյ կլկլացնող երկ, երկեք, տիպը կոնե այս ֆրազը լինի, մայրը սահմանի վրա, արցունքն աչքերին, դրանից հետո ինչ իմպրովիզացիա արում, ասես լավ, դավայ, եմ որ գիտես ոնց են, սենց երկում են, այդ ֆրազը գնաց, մայրը սահմանի վրա, արցունքն աչքերին, Եսի նստասես ասա, այդա, իրան այդ ֆրազը չէր երիքում։ Իրան անդադ ուզեցել են խփեն, կրակել են վրեն, պուլյան եկել է, սենց ատ եղք ու թոքվե գնացել է։ Այսը թեքվե գնացել է։ Դաժե մի անգամ այդ պուլյան իմ կողքով էլ անցավ։ Ուսից խփեց, ասես կարամ ձեզ խփեմ, ասի չէ։ Գնդակը վախենում է քաջից մեծ փոքր ժամանակ տենց ֆիլմ կար, կռիվ կինո ենք ասում։ Գնդակը զզվում է քաջից, էս։ Չէ, չէ, գնդակը վախենում են, շատ մանկական ֆիլմեր ու դա մեզ ոգևորող էր։ Չեն հավատում, ոչ անցյալից փաստեր են բերում, խնդում ա բերես։ Հա, այդ ֆիլմերն ենք։ Մենք այդ ֆիլմերի տակ մեծացել ենք։ Մեր ավելա ցավը գիտես ոնա, որ ֆիլմերի տակ ծերանակ չկա, տես նորմալ ֆիլմ։ Դուբլաժը, չէ, երբեմն ռուսական ֆիլմերի Դուբլաժ կա։ Արա ես վախենում եմ դուբլաժից։ Անիմա, բաները։ Դե մուլտերը գիտեմ, բայց ֆիլմեր մուլտերը դա պերսոնաժներ են, մուլտերը։ Օլիմպիկոսն էլ լավ։ Ես մտեղ մի հատ նախադասում են տաքսիկ շոուը ես եմ այդ ա եղել։ Այդ ես վախենում եմ դուբլաժից։ Բայց խեր տաքսին ձի քշում։ Որտեղ իմ կյանքում ձին մեծ անիմացիոն ֆիլմեր շատ եմ սիրում, այդ process-ը շատ եմ սիրում։ Բայց գեղարվեստական ֆիլմեր դու ես այդ կերպարին շունչ տալիս, դե հա, անիմացիոն բան է դա էլի։ Դու ես հորինում ինչպես են նույնիսկ կան ֆիլմեր, որ հավաքվում է մարդ կարդացածի ձայնի վրա, չէ՞, պերսոնաժը, երբ որ դու քո մատուցման պերսոնաժի ձայնը ճիշտ ես տալիս, ինքը նկարները ստանում է այդ ինչքան գիտեմ դե սկզբից հա նկարում, այսինքն նկարին նայում ես այդ կերպարին նայում ես ու դու կերտում ես արդեն կերտում ես, այո, հասկանում ես թե այդ կերպարը ինչպես կխոսի, ինչպես կվազելուց ինչ ձայնով կվազի, ինչպես կփռշտա ու այդ ամենը, այդ անverջ այդ հարցերը ինքդ քեզ տալուց հետո ստանում ես ինչ որ առաջարկում ես ինչ որ մի կերպար, որը որ հետո բայց հետաքրքիրն այն է որ արեցիր այդ 4 տարուց ենթադրենք ֆիլմը պատրաստ եղավ, դու հասկանում ես, որ այն ժամանակ 4 տարի առաջ դու կարող էիր ավելի շատ բաներ չես նկատել ու նորից միատել ես անցնում այդ աշխատանքը, շատ ծավալուն ու շատ բարդ աշխատանք է, ասենք, քեզնից բան չի մնում կարելի ասել այդ process-ից հետո, լրիվ տրվում ես այդ ամենին, բայց այնքան հետաքրքիր, այնքան լավ աշխատանք է, որ անընդհատ ուզում ես դա անցնել։ Ու հետո շատ են սիրում այդ։ Դրա համար իմ առաջարկում կա Օլիմպիկոսի, որը որ նորից շատ ռուսերեն տարբերակում ես դու արել։ Հա, ռուսերեն տարբերակում ես արեցի ու ավելի թարմ էր ռուսերեն տարբերակը։ Կարծում եմ ռուսերենը ավելի այդպես սահուն ու ավելի ճկուն եմ արել, քան հայերենը, որովհետև հայերեն տարբերակը 4 տարի առաջ էր։ Իսկ 4 տարում ինչ որ այդ կերպարը որովհետև արդեն լավ էր ճանաչում կերպարից։ Եվ լավ է ճանաչում։ Կերպարը 4 տարի հետո նաև ռուսերենի մեջ այս process-ներից հետո, որում մասնակցում եմ։ Ու ինձ շատ հետաքրքիր է, թե ես ինչպես կանեմ այդ ամենը, շատ հետաքրքիր process է, չգիտեմ։ Մկոյից սկսեք էլի։ Երկուսն է պետք։ Բայց խնդրում եմ մկոյից սկսեք էլի։ Լավ, աշխարհում ամենասիրելի երգը։ Երազիմ երկիր։ Իմը հորս կատարած երգը, երգը հայտնի չի, բայց շուտով կլսեք դրա մասին։ Հա։ Անուն կա, բայց Կորավ գրդնակս, կորավ բաթաթս։ Լուրջ եմ ասում։ ախր գիտեմ, որ Չէ, լուրջ է հայրս տենց է տղեկ եկեք պատմեմ
Աբրուստիս հարցը թիզմբոր պոսպրնեց իմ ագիշտատը մարդկայի իշխանը ծուգը տաբագած կուդե մարտել կա ավելուգե բանջարել չունի խորավը ուտեն բաներ արդեն Իսկ բանը լսել ես։ Վիրևեն թռնեմ է այրոպլանը։ Գյադեք ջան, գյադեք, փախեք ռումբելորդը։ Ինչ է։ Արոջան կա Պատերազմի ժամանակվա գյուղական երգերից է։ Ռումբելորդը։ Սիրելի ֆիլմ ունեք, որ ամենասիրելին է, դասականներից, նորերից կապ չունի, որ համարում եք ամենալավը։ Իհարկե իմ համար մենք ենք մեր սարերը, մեկ էլ շատ տենց ներսի համար Պաբեկի Շոուշենկը։ Դա զիլյոնե միլը կա, լիքը ֆիլմ է, բայց այդ երկուսը իմ համար թևեր տվող եմ ոնց որ Ռիչարդ Բախի Ջոնաթան Արիով ճայը, որ ամեն անգամ կոտրված եմ, ես այդ գիրքը կարդում եմ։ Մի խոսքով տենց արագ պատասխանեցի։ Ձեր վերսիան։ Ջանո։ Ես երկար խոսեցի որ գտնից։ Եռանկյունի, կարծեմ, Եռանկյունի ֆիլմը շատ եմ սիրում հայկական ֆիլմերից եւ կառանձնացնեմ Էմիր Կուստուրիցայի Underground-ը։ Կարծում եմ։ Սիրելի սերիալ։ Ստրկուի Իզավորը։ Նուրջ։ Չգիտեմ։ Չէ, սերիալը չեմ նայում։ Կարգին հաղորդումն է շատ սիրում։ Breaking Bad։ Իսկ սիրելի հայ երգիչ Արտաշես Ավետյան։ Միանշանակ առանձնացնում եմ ինձ համար Արտուր Գրիգորիչին իր երգերը եւ միայն իր կատարմամբ։ Կարծում եմ դա այն տարբերակն է, որ կարծում եմ ուրիշ ոչ ոք ինչքան էլ լավ երգիչ լինի, չի կարող պարզապես փոխանցել այն ամենը, ինչ փոխանցում էր Արտուր Գրիգորիչը եւ շատ ուրախ եմ, որ մենք այդ ամենը վայելում ենք ու վայելելու ենք։ Սիրելի հայ երգչուհի։ Անուշինգ Արշակյաններ։ Էլվինա Մակարյան կարծում եմ։ Առաջին celebrity crush-ը։ Ինչ? Հայերեն։ Ես գիտեք celebrity crush-ը, չգիտեք։ Առաջին հայտնի մարդը, ում տենց սիրահարվել եք։ Դրան ինչ անում celebrity crush։ Celebrity crush։ Իմ կյանքի առաջին celebrity crush-ն եղել է celebrity crush-ը, չգիտեմ։ Չէ, ես չեմ էկրանից ոչ մեկի չեմ սիրահարվել։ Չէ։ Կարա բեմից թեկուզ։ Չէ։ Չէ, ես էլ չեմ առանձնացնում ինչ-որ։ Ինչ էր ասում դրան Celebrity crush։ Celebrity։ Այս իմպլանտներս որ դրել են բառեր կա չեմ կարողանում արտասանել։ Դուք եք արտասանել։ celebrity։ No։ Կանգինձով պետք է ուզի բառը։ Celebrity crush կարող եք։ Մենակ չուզեն, հա։ Կարող է ինչ-որ մեկի celebrity crush-ն եք։ Եթե ձեր celebrity crush-ն է Լևոն Հարությունյանը, խնդրում եմ գրեք մեկնաբանությունները։ Crush-ին էլ։ Մի գրեք, տարեք ձեր տուն գոնե երկու օր պահեք։ Ձեզ համար ով է ամենահումորով հայտնին։ Համաշխարհային Թեկուզ, հա։ Թեկուզ։ Ես տենց անուններ չեմ կարող տալ, բայց տես վերջի շրջանում ես ճանաչել եմ մի երիտասարդի, որը այնքան սիրուն է լռում, ու այդ լռու Ովքեր են։ Ծնող է խոսում, շունչ եմ աչում, կարա։ Վերջը, օրինակ, հիմա չխնդակ շատ լուրջ բանում ես։ Նայ, ես այդ տղուն բացահայտեցի իմ կյանքում ու ամեն մարդ չի կարող այդքան լռելուց հետո ընդամենը մի բառով Արտուր Չապարյան, հա։ Չէ։ Կարա ինքն էլ լինի։ Ինքն է։ Հա, իրոք ես այդ երիտասարդին վերջերս եմ շփումից հետո բացատրել, որ это человек умеет молчать, он умеет преподнести на русском я говорю, потому что ինքը այո, ամեն մարդ չի որ կարող այդ լռությունը ճիշտ մատուցի։ Օրինակ Չարլի Չապլինի կյանքին մերնեմ։ Միակ տղեն այն կյանքում, որ կյանքում չխոսած։ Իմիջիալոց հայտնիներից մեկը, այդ որ գնացել են թանգարան Չարլի Չապլինի, հետո պատմել է, ասել Չարլի Չուկլինի թանգարան գնացել։ Ո՞վ է պատմել։ Էլի տամ անուն, տեպեցի։ Չի, չգիտեմ։
Չարի Չուկլինի թանգարան էին գնալ։ Արևս նայ։ Դերասաններից թե Չէ, քաղաք։ երկիչներից։ Կարծում եմ Լևոն Հարությունյանը Նե։ այնքան դե պարզապես այսինքն գիտես ինչ մտքի վրա եմ ինձ բռնում անընդհատ։ Մենք անցել ենք հսկայական ճանապարհ, հսկայական նախագծեր ու կարելի ասել ամեն ինչ, ամեն հնարք ճանաչում ենք, գիտենք ու միանգամից հասկանում ես, որ փորձում ես կռահել, գուշակել, որ հիմա հաջորդ քայլը դերասանի սա կլինի, ում որ լավ ճանաչում ես։ Լևոնի դեպքում դա տեղի չի ունենում, անընդհատ Անկախատեսելի է։ դու նորից տեսնես հիմա չէ։ Գրգին, պրոստը գրգին։ Հա, Մկոնից միշտ sense վերևից է գրգել։ Լուրջ։ Իրա բոյին մարդ չկա որ sense գրգի։ Սա sense վերևից է գրգում։ կամերաս։ Լևոն, դե ես մի քանի անգամ դերասաններ ապե կամերաս մի փակի։ Կներես կյանքս խոսքը։ ես կամերան փակում եմ որ Թե ենք խաղալու։ Ինչ։ Արա խիասից անգլերեն թեփին ո՞րն է։ թե Թեթև ո՞րն է։ տիպա թե Մկոից։ Մկոից։ Տեսա ինչ նավասու։ Այժմ Բայց ձեզնից էլի սկսենք։ Դավայ ինձնից, ես սիրում եմ որ ինձ եք սկսում։ Լևոն, այսուհետ կարող եք նկարահանվել ձեր խաղընկերներից միայն մեկի հետ։ Ում հետ արդեն խաղացել եք, այսուհետ կարող եք նկարվել մեկի հետ։ Նո։ Գնաց։ Սաթենիկ Ղազարյան, թե Վիկտորիա Սահակյան։ Ինչ։ Այսքաններ, թե ձեր հետ իրոք կարանք էլ չշարունակենք։ Գինյա։ Կողքսակ ես այ Մի հատ էլ հարցնեմ, Սաթենիկ Ղազարյան, թե Վիկտորիա Սահակյան։ Սաթենիկ Ազարյան, Հազարյան։ Սաթենիկ Ղազարյան, թե Լիլի Էլբակյան։ Լիլի Էլբակյան։ Լիլի Էլբակյան, թե Անի Քոչարյան։ Լիլի Էլբակյան։ Լիլի, թե Մարիամ Ալեքսանյան։ Լիլի Էլբակյան։ Լիլի, թե Արփի Գաբրիելյան։ նա դեռ դու հա Լավ։ Քաչքերը բաց Արփի Գաբրիելյան։ Արփի Գաբրիելյան։ Արփի, թե Արթուր Կարապետյան։ Լիլի Էլբակյան։ Արթուր Կարապետյան։ Արթուր Կարապետյան, թե Արծրուն Հարությունյան։ Արծրուն Հարությունյան։ Արծրուն Հարությունյան, թե Սամսոն Ստեփանյան։ Արծրուն Հարությունյան։ Եվ վերջին հարցը, Արծրուն Հարությունյան, թե Հրանտ Հոխատյան։ Հրանտ Թոխացյան։ Հրանտը հաղթեց։ Հրանտը միշտ է հաղթել։ Մկո։ Մեկ շաբաթ պետք է ապրես քո կերպարներից մեկի կյանքով։ Okay որ աննորմալ է նո նորմալ մարդ չկա Ույնա մենք կիմանանք ով է քո սիրելի կերպարը։ Okay Փախիր կամ ամուսնացիր ֆիլմի աղասիկ, թե գործակալ 044-ի Հենզել Բրուտենս։ Հենզել Բրուտենս Հենզել, թե Full House-ի Իշխան Հոպար։ Հենզել Բրուտենս Հենզել Բրուտենս, թե մի անգամ դպրոցումի Դոն Կիխոտ։ Բրուտենս Բրուտենս, թե Քալձիովի Ֆելիքս Բալայան։ Կարծում եմ Բրուտենս Օ։ Բրուտենս, թե Ալաբալանիցայի Ցոլակ Կարպիչ։ Բրուտենս Օ։ Շուտ ասեցի Հենզել Բրուտենսը։ Ցես կար ասես։ Բրուտենս, թե Տնփեսայի Կորյուն Անուշավանիչ։ Բրուտենս Թե Անուշավան Կորյունիչ։ Անուշավան Կորյունիչ Անուշավանը պապիկներ, չէ։ Հա։ Անուշավանը հաղթեց Տղուս զզում էր ինքը։ Անուշավան Կորյունիչ։ Անուշավանը հաղթի որ հետաքրքիր է, չէ, Հենզել Բրուտենս Հենզել կրետա, Հենզել կրետ։ Անուշավան Կորյունիչ, թե Restart 2020-ի Անդրանիկ Ադամյանը։ Անուշավան Կորյունիչ Անուշավան Կորյունիչ, թե մեր բակի Մկոն։ Անուշավան Կորյունիչ Եվ վերջին հարցը, Մկո։
Անուշավան Կորյունիչ, թե Կարքին սերիալի Արկադի Կարագյոզյան Ադիկ։ Արկադի Կարագյոզյան։ Ադիկ, չէ։ Կարծեմ։ Ես էլ Ադիկ։ Սխալ է, էլի ծապտալի։ Ամենասիրելի կերպարը։ Սխալ է։ Ածիկը նայ եւ պապիկը եւ ածիկը իրանք օրինակ պապիկը իմ համար թուլություն է։ Вот այդ Իմ թուլությունը Ադիկն է։ Նե, ածիկը բարձ է, ինքը ածիկը հələ ածիկի տարբեր տեսակներ կտեսնեք, բայց պապիկը իմ համար դա գենիալնի պերսոնաժ է ու ես ուզում եմ քեզ ասեմ ապրես շնորհակալ եմ այդ մատուցման համար, որովհետեւ ինքը մի հատ արա դա ինքան մանր ինքը մանր տնքոցների վրա հավաքած պերսոնաժ է, շատ դաժան բառ եմ ասում, ուստ մանր Արա ոնց էլի ներքին ձայնը ընդեղ էլի, գիտես։ Սիրում եմ դեզ։ Ում տնքասներ։ Հա, չէ լուրջ եմ ասում, այսինքն մանր են puzzle-ներով հավաքած պերսոնաժը, որին դու իմ համար աշխարհի ամենատաղանդավոր մարդն ես, ներնեմ Ինչ կասեր Ադիկը Լևոնին։ Կասե։ 10 հարց, որ պատասխանը լինի միայն այո կամ ոչ։ 10 հարց, եթե 10 հարցից չի գուշակում, մրցակիցը պատժում է մյուսին։ Պատիժը որինում ենք ոնց ինչ ուզեք։ Ստեղ ազատ է իմպրովիզացիայի։ Դες անցած բլիցի ես սկսի, թող հիմա էլ մկոն սկսի։ Կինը թե տղամարդը։ Տղամարդ։ Ինչ չէ։ Լավ։ Չի կարելի։ Ձեզ շատ եմ սիրում, ինչ ուզում եք արեք։ Ինչ տղամարդ։ Տղամարդ։ Երիտասարդ։ Միջին տարիք։ Ինչին դերասան է։ Կարող լիներ։ Երգիչ է։ Կարող լիներ։ Ֆիլմերում նկարահանվում է։ Եղել է դեպքեր։ Գրկեսի հետ կապ ունի։ Չէ, նորմալ մարդ է։ Քաղաքական գործիչ է։ Ուզում են մտցնել, չմտավ։ Միասին խաղացել ենք ինչ-որ պրոյեկտ։ Չեմ հիշում։ Ջիրոպե։ Չենք տիրապետում այդ ինֆորմացիան։ Հա։ Հա։ Պրոյեկտում չէ, բայց հանդիպել եք իրար։ Շատ։ Մկո իրականում 9 հարց արդեն հնչել է։ 9 հարց է, ես 4-րդ հարցն եմ լավ։ Լավ։ Հա։ Հանդիպել ենք։ Բայց եթե պարտվի պատիժ ես որինել։ Ոչինչ, թող ինքը ինձ պատժի։ Ես կիրած եմ պատժողը մկոն լինի։ Կարաս ինձ այսօր ստորացնես, մեռնեմ ջանում։ Ասպատանում են կարքին ստորացնում էին։ Հա, ճիշտ է, կարքին տղեն պետք է կարքին ստորացնի։ Ինքը դրսի հայերից, ասենց ասեմ։ Իմ աղբերն է, իմ ընկերն է, իսկ իրան կարամ թեթև օգնեմ։ Հա, դրսի հայերից։ Վախտին ներսում էր տարան դուրս, գնաց դուրս ավելի ճիշտ։ Ռազմիկ Մանսուրյան։ Ով? Ռազմիկ Մանսուրյան։ Չէ։ 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 Դե վերջ է արդեն։ Պարտվեցի։ Իրան չեն տարել, ինքը իր խոդով է գնացել։ Նայ։ Նայեմ։ Կարա։ Բա։ Գարիկն է վարդը։ Լավն է, չէ՞ դա։ Ինչքան անցյալ կա, չէ՞ ձենի մեջ։ Գարիկն էլ ինքն իրան գնաց, ով է տարել։ Դու չգիտես այդ պատմությունը, հա, ինչ պատմություն ես պատմել։ Ու ասում եք էդ, չէ՞։ Okay, ես, հա։ Քանի որ մկո այդ հարցը քեզ թույլատրվեց, ես էլ ամեն դեպքում, քանի որ ինքը այս հրաշքի երևույթը մեզ շատ է սիրում, այսօր մեզ տվել է գենիալնի ազատություն։ Տղա է թե աղջիկ։ Տղա։ Շոու ասպարեզից, հա։ Երգիչ թե դերասան։ Դերասան։ Հայաստանում թե Հայաստանից դուրս է։ Այս պահին Հայաստանից դուրս է։ Դերասան։ Հա։ Տղա։ Ինչ ես ասում։ Ուղղակի։ Հələ վեցած հարց ունեմ, հա։ Ասենք որ ինքը հետ գա նորմալ կընդունեն Հայաստանում։ Հա։ Հա, նորմալ մարդ։ Լավ հարց էր մեծ։ Չէ։ Որ հետ գա լավ կա։ Ամուսնացած է։ Հա։ Չորս հարց մնաց։ Կոմեդիա ժանր թե դրամա կոմեդիա ժանրը։
Այն բանն է, լավ է չեմ ուզում անունը տամ։ Ով է։ Մի հատ անուն պետք է տամ, հա։ 3 տարբերակ 3 տարբերակ։ քնչեցներ։ 3 հարց ունեք։ Դերասան չէ՞ այսինքն։ Հա։ Գնացել է։ Վաչենա Թոմասը։ Ով։ Թե չեմ գուշակի։ Ախր հարցերը քիչ եք թողում տակ։ Որ ճիշտ կանոններով խաղայիք, օրինակ դերասանն առանձին հարց կլիներ, երգիչը դերասանա թե երգիչ։ 2 հարց մնաց։ 2 հարց էլ ունեմ տալու։ Այո։ Քանի տարեկան է։ 70-ից բարձր։ Լուրջ ես ասում։ Հա։ 1 հարց։ 70-ից բարձր, կոմեդիա։ Աշոտ Ղազարյան։ Այո։ Բայց այս դեպքում չի պատժի։ Ով։ Մկոն։ Ձեզ։ Ում չի պատժի։ Ձեզ։ Խի։ Որտեվ գուշակեցիք։ Բայց անարդար գուշակեցիք։ Բայց խի անարդար գուշակել։ Նայ կյանքը հարցեր սա ճիշտ եղել։ Քանի տարեկան է։ Հա ինչ անեմ։ Հարցը սխալ հարց է։ Շատ։ Մկոն պատժի ձեզ։ Դավայ, դավայ։ Ինչ ենք անում, ինչ պատիժ է։ Ես ուզում եմ, ես երազել եմ Մկոյի հետ լռեմ։ Ասենք 2 րոպե նայենք իրար աչքերի մեջ, ասես լռեմ։ Այդ արանքում ինչ գովազ ուզում եք դրեք, դրա 10%-ը մեզ տվեք, մնացած։ Վաճառում եմ։ Գյուղի շներից են ասել, հիվանդը տունը տնից հանել, բայց ուզում է տիրոջ աշկը մտածել։ Որ մի անգամից վախեցնում ես։ Սկզբից։ Մենք sense չենք, մենք երբեք երկար չենք լռել, որովհետև մենք իրար ասելու բան ենք։ Իսկ ով կարա իրար բան ասի, որ ես շատ ասում, իսկ ես մարդուն շատ եմ սիրում։ Հայտնի երգերից տողեր են։ Այս տողը մի անգամից պիտի ցույց տաք։ Սովոր։ Կյանք խեք այդքան մանր գոն, նայ 2 ակնոց եմ լավաբերի հետ, սովորը սարք։ Էս է քո տողն է, էլի ամբողջ այդ երգի տողը պիտի ցույց տաս։ Էսի ինչ երկի տող է։ Ցույց տուր կոս։ Մաքր մի հատ այս են երկի տողը։ Լավ։ Ջան։ Դաս այդ բառը։ Կարող է գիտես աշկից լուսնես։ Դու քնակ։ Աշկը։ Աշկիտ մեջ գերան։ Աչք։ Ունք։ Աչքի տեղը ունքն ես անում, ունքի տեղը։ Աչքիդ վերևը ունք կա։ Աչք։ Քո աչքը, քո աչքի մեջ լույս եմ հիմա, թե սավառնես բռնեմ օդում, գրկեմ տանեմ հենց մեր տուն, սիրեմ մինչև լույս։ Նոր երկիր։ Աչք, աչքի ունք, Աչք ու ունք։ աչք ու ունք։ Կյանք ես երկերից տուպո եմ, դե դա երկի բառ է, ես չգիտեմ։ Աչքով ունքով խաղեր տուր, արի իմ մոտ, սրտիս, աչքով ունքով խաղեր տուր, Ինձ։ սրտիս, իմ բերանով, ինչ է, այդ ինչն է։ Կյանք ես տուպո եմ, ասայի նախադասությունը։ Ինչ է անում։ Այդ ինչ է։ Աչքով ունքով խաղեր տու, իմ շնչառությունը։ Այլ է ասել արդեն։ Հա, դե հա։ Աչքիս ունքիս խաղերով ես կզարմացնեմ։
Երկրագուն։ Ես։ Իմ։ Կարող է դեմի բառ ասեմ, որտեղ դա օգնում է, էլի։ Իմ։ Կարողա, չէ, Իմ դա ես։ իմ հանի։ Կարող է ամենա։ Դա տալչոք բառն է, դրանով է սկսվում երկի տողերը։ Կարող է, Հենց այով կարող է։ կարող է։ Կարող է, Կարող է։ Էլ Կարող է պատահ, կարող է մի մնացած ցույց տամ։ Կարող Կարող է։ է։ Կարող է արեցի կաթս խմել։ Հարոդվա կողմերը։ Ճիշտ է, մարդը տա։ Կարող է ասել։ Տեսար ոնց է, այդ շուտ ես անում, հա։ Կարող է։ Բայց այդ արեցի։ Օղ, մերսի շատ։ Մերսի Այս քեզ։ կողմներ իրականում պետք է խնդրենք նաև մեզ հետևողներին բաժանորդագրվել, մեկնաբանել եւ լայքել։ Ինչ ասեցիք։ Ում։ Ասեք, դրեք լայք։ Հիմա լայք։ Ձեր ինչերին։ Subscribe եղեք։ Ինչ։ Subscriber։ Բաժանորդագրվեք։ Նո դու սենց ես։ Հա։ Subscriber, like դե։ Այսինքն Աչարյանի լեզվով բաժանորդագրվեք։ Բայց կապ չունի ինչին։ Ինչ որտեղ բաժանորդագրվեք։ Այդ եմ ասում, կապ չունի որ ինչ որտեղ բաժանորդագրվեք։ Իսկ ինչ որտեղը եթե չեք գտնում, պրոստը բաժանորդագրվեք այս հրաշք բալիկի էջին։ Իսկ էջի անուն, էջը ոնց է, էջը կոչվում է Այո Ուրեք TV production։ Այո TV production։ Այո TV Այո TV production։ Մանե։ Մանե։ Մերսի շատ։ Չէ, ելենք ասում, դզեցին։ Հա։ Դա ջոգեր եք, որ Լուիսը սխալ է դրած։ Ես կոչան։ Օրտոկոս։ Մի ջոգիկ սանց հետո ուր եք։ Լուիսն այնց եք դրել, որ ձեզ չտենան։ Եթե ուզում եք լավ պատմություն տեսնեք, օրսարով Մարտի 31-ին գնացեք Մկրտիչ Արզումանյանի ներկայացմանը։ Իմ կնոջ ամուսինն է, նոր ներկայացում։ Հա, չէ։ Հիշեցի ինչքան ռեսուրսներ են դրված ներկայացման վրա։ Միշտ ում այդ է։ Ես քֆուր չեմ տվել էֆիրի ժամանակ։ Մանջան սարքում եք գլխիս։ Ստեղ ծրար կար դրած ով ա։ Ես դրել եմ այնտեղ ու մեզ չխանգարի։ Չէ, չենք տարել Որտեղ վաճառում։ օպերատորների աչքը դրա վրա է։ Հա։ Միջած Խնդրում եմ, էլի բարձրացան չմոռանաք։ ասել, դա Մկրտիչ Արզումանյանի հրավիրատոմսերն է, որը տվել է ինձ։ Լավ, արի արագ պատասխանենք, որտեվ ես էլ կիսաբաց լուսամուտը պետք է նկարեմ։ Եթե ես գիտեմ, վաղ միսոց երբեք այդ աղջկան չեմ, խիպտի մուֆտա տեղը սիրարվում։ Իմիջած ասեմ, մենք այդ պիրութամինքն էր սիրարված այդ աղջկան, համ ես։ Խոսքով լավ սիրտս։ Պոսի բրմարի դու իմ սերունդի քրաշ արի տունը լապա։ Որիշքան շատ եմ խոսում, մեկ ինձ կոպիտ բան ասա վիրավորի սսկվեմ։ Բայց շատ ծիծաղալու է ժողովուրդ։ Մերսի շատ։ Մենք սրա 40 րոպեանոցներ ունենք։ Նոր չակռա բացվեց սենց։ Թեթև խաղ։ Չէ։ Թե։ Ախ, թե։ Այո։ Դրա համար ստորակետը ճիշտ դրեք, ցավոտ տանեմ։ Նայեք, թե, Или. маленький пауза, потом դու ասում ես թե։ Թե։ Խաղա։ Ու ես ուզում եմ մոնտաժի ներողություն, մոնտաժի ասում կերպարները ոնց է բերել։ Հա, էլի, այդ շատ Դա շատ լավն է այնքան։ Լավ, ներողություն։ Գնացինք նորից, ահա։ Դիամետրաժ ֆիլմի նկարահանման Հա։ կապած։ Ուզում էի ձեր այս շաբաթվա զբաղվածությունը հասկանալ, որ ձեզ հետ հանդիպման օրեր նշանակենք։ Երևում է լավ ֆիլմ է։ Մկո ինչ ես պատժում։ Ջան, պատժեց էլի չեմ։ Որն էր Կյանքը մի մկոն նեղված է, որ ես նկարվել եմ ինչ-որ ֆիլմում, ինքը չի նկարվել։ պատժել։ Դա ամենամեծ պատիժ է։ Ամենամեծ պատիժ։ Շատ խնդալ է, էլի դու նեղվես այդպես բաներից, մենք ինչքան խնդայ։ Ոնց պատժեք, Լովին։ Կյանքի բաժակո ջուրը շփի վրես։ Չէ, միկրոֆոնը բայց։ Չհասկացա, մի միկրոֆոնն է թանկ թե ես։ Կյանքը շոու ենք անում, մի քիչ ժերտացեք այդ անտերը։ Ես կարծում եմ պատժի ժամանակը գա իմ հանդիսատես, դու այդ մարկը տեսնես այդ ամեն ինչը։ Թող այս իմ ու Մկոյից պատիժը ձեր համար մնաց զագատկա։ Դառնա անհասանելի, իսկ անհասանելի բանը դա թանկ բան է, բայց խոսք եմ տալիս, դուք մի օր այդ պատիժը կտեսնեք եւ իմ ձեռքերով եւ Մկրտիչ Արզումանյանի ձեռքերով։ Ստեսուն, միշտ որ հանդիպում, շնորհավոր ձեր ամանոր Սուրբ Ծնունդ։ Սա փագի, սենց գժոտ փագում չեր եղել։ 100% է, բայց